Դուք ինչպես իմացաք, որ Նիկոլեն Կանչեն ինչպես ներկայացան ժողովրդին ու շարունակում են ներկայանալ։ Ում չեմ ճանաչում, իր մասին լավն եմ մտածում։ Մինչև ինքը չափացուցի, որ ինքը լավը չի։ Ոնց են հիմա այդ վարորդական իրավունքները 10 բալ տալիս, չէ՞։ Ես էլ եմ տենց ամեն մարդը, որ հանդիպում եմ 10 բալ եմ տալիս, հետո իր այդ խախտումներով մարդկային այդ բալերը իջնում, այսինքն վստահությունը, եթե տեսնում եմ, որ իրան այս մարդուն վստահել չի կարելի, տենց իջնում է։ Հիմա այս մարդկանց էլ այս Նիկոլները, որ եկան, այնպես չի, որ ես իրանց ճանաչում։ Հենց եկան, սկսեցին հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա։ Հայ առաքելական այդ եկեղեցուն, այդ որ շրջափակեցին այդ սորոսականներով, հետո եկեղեցու դասերը հանեցին, հետո այն մյուս Նիկոլի նախարարը, այդ Արսեն Թորոսյանը, Աստվածաշունչն ինքը ձեռը առնում մարդը, հասկանում եք, դու կարաս հավատաս, կարաս չհավատաս, այդ քո պրոբլեմն է, ընկեր, բայց դու իրավունք չունես ձեռ առնելու։ Նիկոլը ինչ-որ մեկին նշանակում է սոցիալ նախարարությունում, որը Հիսուսին ձեռ է առնում, Հիսուսի կարիկատուրան արել, գրում է տակը ինչ-որ բաներ, այսինքն խաչին դեմ, Աստվածաշնչին դեմ բան, ինձ ու միանգամից իրանք արտահայտվեցին, ակնհայտ չարի ծառաները, որովհետև եթե մարդը կարողանում է այդ կարմիր գիծը անցնել ու սկսել ձեռ առնել Աստվածաշունչը կամ եկեղեցու դեմ, այ մարդ երկրում լիքը պրոբլեմներ կա, դու ինչ ես կպել ես եկեղեցուն կամ քահանաներից կամ բան, եթե այդպիսի մարդ է, ուրեմն ինքը ամեն ինչի ընդունակ է, ես 3 տարի առաջ ասեցի, որ սրանք Հայաստանին ահա որ մեծ վնաս են հասցնելու, ահա որ մեծ։ Բայց չէ որ Նիկոլը ասում է, որ ինքը Աստվածաշունչ է կարդում, ասենք ձեր ասածը ոնց որ չի բռնում, չէ՞, Նիկոլի այդ հավաստումների հետ։ Նայեք, Սատանան էլ է հավատում Հիսուսին, ճիշտ է։ Այո։ Սատանան էլ է հավատում Հիսուսին։ Ոչ միայն հավատում, համոզված է Հիսուսի գոյության հարցում եւ շատ լավ է ճանաչում է նրան ու տեմելել է։ Ճանաչում է։ Բայց ոնց ենք իմանում մենք ով վստահել, չվստահել կամ գործերից։ Սատանան ոնց է սատանա դառել իր արած գործերից։ Այսինքն այն որ Նիկոլ Աստվածաշունչ է կարդում կամ դրա մասին խոսում է, այդ բառերը դեռ ոչ մի բան չեն նշանակում։